Դիմայցից շփոթված ու զարմացած փորձեք հասկանալ, թե ինչի եմ եկել ու ինչ կա մտքիս, ես ինքս ինձ առաջարկեմ նստել ու հարմար տեղավորվել։ Շնորհակալ եմ։ Ես ձեր փոխարեն հարմար չէի տեղավորվի, որովհետև ես չեմ պատրաստում ձեզ հետ երկար զրուցել։ Մի անհանգստացեք, ես կխոսեմ, դուք կլսեք։ Մեզ երկու բաժակ սուրճ, ինձ քաղցր։ Իմ ամուսինը ձեզ ասաց, չէ, որ մենք ձեզ չենք ընդունում։ Այո, իրավացիք, չափից շատ սուրճը վնասակար է առողջությանը։ Այս խեղկատակությանը վերջ տվեք ու դուրս կորեք իմ տնից, քանի ես ձեզ իմ ձեռքով դուրս չեմ շպրտել։ Արի անցնենք դու ես պաշտոնական պայից ազատվենք, միգուցե այդ ժամանակ մեր խոսակցությունը կստացվի, հա։ Ձեր թորն էլ ձեր նման դժվար ընկալող է։ Դռնով հանում ես, պատուհանով մտնում։ Սիրահարված տղա է, հա։ Մի հատ քեզ հիշի ջահել ժամանակ։ Ոնց ես ես չկնաղ կնոջ հետևից վազել, Կարգի հրավիրեք ձեզ։ Այդ դուք պիտի ձեզ կարգի հրավիրեք։ Ու թույլ տաք, որ ձեր մինուճար աղջիկը երջանիկ լինի։ Մեր աղջիկը երջանիկ կլինի, դուք անհոգ եղեք։ Մեր աղջիկա երջանկությունը հաստատ ձեր թորը չի։ Դուք մի որոշեք, թող ձեր աղջիկը որոշի։ Այօրինակ ես երբեք չեմ խառնվել իմ աղջիկների ընտրությանը։ Ում սիրել եմ, նրա հետ էլ ամուսնացել։ Եկել եք փորձի փոխանակում անեք։ Թե ձեր թորն է ձեզ ուղարկել, որ բարեխոսեք իր համար։ Շախոցները դեմ են նրանց հարաբերություններին։ Դուք ինչ եք կռիվ տալիս նրանց միության համար։ Ինձ համար իմ թորան երջանկությունը առաջին տեղում է։ Ուղղակի չեմ հասկանում, ինչի եք դուք դեմ։ Փառքս, Հենրիս տեսքը տեղն է, խելքը տեղն է, էլ չեմ խոսում ունեցվածքի մասին։ Բայց կարող է սուրճ խմեինք։ Բայց գյուղի համար լավ էլ ապրում եք։ Մտեք։ Բարև ձեզ, կարելի է։ Բարև, ներս արի։ Ոնց եք։ Լավ եմ, դու ոնց ես։ Լավ։ Նստի։ Իսկ ես ինչ է։ Տորտիկ Dream Sweet-ից ձեր համար եմ հատուկ վերցրել։ Ինչի համար ես սենց նեղություն քաշել, ամեն դեպքում շնորհակալ եմ։ Ինչ նեղություն։ Սիրով։ Ոնց եք ձեզ զգում։ Լավ եմ, երբ դու Հենրիս միասին եք, ես լավ եմ։ Հենրին չի հանձնվում, ինձ էլ ստիպում է, որ պայքարեմ։ Իհարկե չգիտեմ ինչքան կդիմակայեմ։ Պիտի պայքարեք այնքան մինչև հասնեք ձեր երջանկությանը։ Ու ապացուցեք բոլորին, որ այս աշխարհում ձեր սիրուց ավելի ուժեղ ոչ մի բան չկա։ Իհարկե շատ լավ տեսք ունի, պատկերացնում թե համինչ լավն է։ Ինձ թվում է կհավանեք։ Իսկ կարող ենք երակցես ինձ հիմա ափսեները բերեմ։ Դուք ասեք որտեղ է, ես կբերեմ։ Պահարանը որ բացես։ Դե դու էլ կտրի։ Այո, կկտրեմ, որովհետև ձեր կարգավիճակում ձեզ լիարժեք հանգիստ է պետք։ Ոնց հասկանում Հենրին արդեն քեզ ասել է, հա, որ ես երեխային եմ սպասում։ Ասել է ու ես շատ եմ ուրախացել։ Ես մի քիչ ամաչում եմ բոլորիցդ, բայց ամեն դեպքում իզուր ես սենց նեղություն քաշել։ Բայց ինչ կա ամաչելու, Աննա Բագրատովնա, երեխան մեծ պարգև է, պետք է միայն ուրախանալ։ Երբ արդեն հասուն երեխաներ ես ունենում, մի քիչ անհարմար ես զգում քեզ։ Իմ այս տարիքում ես արդեն հասցրել եմ ճաշակել թե երեխա ունենալու քաղցրությունը ու թե կորցնելու դառնությունը։ Այնպես որ
Նոր երեխան իհարկե նոր կյանքի սկիզբը։ Դուք շատ լավն եք։ Ես չեմ ուզում ձեզ տխուր տեսնեմ։ Ես տխուր չեմ։ Բայց դու ինձ պիտի խոստանաս, որ վերադառնալու ես աշխատանքի։ Ես արդեն վերադարձել եմ, չհաշված այս փոքրիկ պահը։ Հանգիստ նստի, սուրճ կուզես։ Չէ, շնորհակալ եմ շատ, Աննա Բագրատովնա։ Շատ համեղ է։ Քո համար էլ կտրի։ Վստահ եմ, որ ձեզ դուր կգա։ Բայց իրոք, գյուղի համար լավ էլ ապրում եք։ Չէ, հա, հիմա էլ մեր ունեցվածքը ձեզ զարմացրեց։ Չէ, ինձ զարմացնում է, որ դուք ունեցել եք բոլոր պայմանները մի քանի երեխա ունենալու, բայց մեկին եք կյանք տվել։ Աստծո տված մեկի համար մենք գոհ շնորհակալ ենք։ Բան չասած։ Մարդ պիտի իր ունեցածով գոհանա, որ Աստված ավելին տա։ Թե վերջացրեցիք, արդեն դուրս եկեք իմ տնից։ Չէ, ես կարևորը չեմ բարձել դեռ։ Դուք ինչի եք դեմ մեր երեխեքի սիրուն։ Եթե պրոբլեմ կա, ասեք իմանանք։ Միգուցե լուծում գտնենք, բայց մի դեմ գնացեք երեխաների սիրուն։ Հիմա վեր եք կենում, մոտենում եք դրանն ու դուրս եք գալիս։ Անարմար չի։ Դպրոցի տնօրեն մարդ եք, ես ինչ պահված կա։ Իսկ ես ասում էի դպրոցը վերանորոգեմ, ինչ պետք է անեմ, հրդե հիշեցնող ոչ մի բան չթողնեմ։ Լավ էլ տեղեկացված եք։ Բա ոնց, գիտեք պատահական մարդ հա, ձեր դիմաց նստած։ Մեր դիմաց մարդը, ում բացահայտ մենք դուրս ենք հրավիրում, բայց ինքը չի շտապում հեռանալ։ Հետևաբար ես ստիպված եմ շպրտել ձեզ իմ տնից։ Ափսոս, շատ ափսոս, մեր խոսակցությունը չստացվեց, երևի խանգարող հանգամանքները շատ էին։ Երևի ձեր մասին շատ բան չգիտեմ։ Իմանալու դեպքում իմ բոլոր հարցերի պատասխանները ես կստանամ։ Ինչևէ ես գնամ, որ դուք չհուզվեք, նոր եք վիրահատվել, ձեզ հուզվել չի կարելի, բայց ես դեռ կպարզեմ, ինչ եք թաքցնում դուք, ինչու եք գնում դեմ ձեր դստեր երջանկությանը։ Դուրս եկա։ Մի հուզվեք, դες չի կարելի։ Իսկ ձեզ խոսանում եմ քաղցր սուրճ իմ տանը։ Լավ կլինի։ Ավակ, խնդրում եմ, հանգստացի։ Եթե ես մեր նոր ցուցահանդեսը լավ անցավ, մեծ գումարներ կաշխատենք բա։ Ինչպես նաև նոր գործընկերներ ձեռք կբերենք, տղա ջան։ Ես զգում եմ, որ մեզ լուրջ հաջողություններ են սպասվում։ Տղա ջան, զգալ պետք չի, աշխատելա պետք, թվերա պետք գրանցել, բայց դու ես վերջերս ինչ-որ շատ ուրիշ բաներով ես զբաղված։ Դե երբ անձնական հարցերս դարան ուրիշ հարցեր, պապ ջան։ Ես դժվարում եմ ինչ անել։ Ով որ։ Անել հայրիկ տա, ով։ Ալո։ Յա, խնամի ջան, սիրտս կանգնեց, ինչի հեռախոս չէիր վերցնում։ Ասա։
Ես ասի բան է եղել քեզ։ Ինչ որ բան ելնի, քեզ են աշխարհ ճանապարհող չի լինի, հենց որ դու հանգիստ ճնճի։ Այսինքն քեզ կյանք տվողը էլի ես եմ։ Այս քո սուր միտքն եմ սիրում։ Ցավոք բգող նույն ասել ես չեմ կարող։ Հենց որ ասելիքդ ասա ու հեռախոսն անջատի։ Զանգել եմ, որ հրավիրեմ ճաշկերույթի։ Բգող, Հաջան, բգող գնա գրողի ծոցը։ սա ընտանեկան ընթրիք է։ Բոլորին ես հրավիրում եմ։ Այդ թվում քեզ եւ Միքայելին։ Բագրատ, մեկ ընդմիշտ հիշի։ Մենք քո ընտանիքի մասը չենք կազմում։ Կարող է ասես ինչ ես ուզում։ Այդ քո հրավերքով ես ծաղրում ես թե քեզ։ Ափսոս, որ մեր բարեկամությունը ոչ մի ձևով չի ստացվում։ Ես զարմանում եմ, ոնց եմ սրա հետ մի ժամանակ ընկերություն արել։ Հիմա ինչ փորացավ ունի։ Այս կապիկը ինչ-որ բան է ծրագրել։ Չգիտես ինչի մեզ ընտանեկան ճաշկերույթի հրավիրում։ Հա, Աննան էլ էր զանգել նման բան ասում։ Դե պես կարևորություն չտվեցի։ Հանկարծ չասես թե գնալու ես։ Չէ, ուր եմ գնալու, ասում եմ նշանակություն չտվեցի։ Բայց ստե մի բան կա։ Ես նույնիսկ չպիտի թույլ տայի, որ նա առաջանար ոտ դնել իմ տուն, որ մնաց հարմարավետ տեղավորվեր, բայց տես որ ասեց ու արեց։ Շատ տհաճ ու վտանգավոր մարդու տպավորություն թողեց։ Չթողեց, այդպիսին որ կա։ Ես տեղս չեմ գտնում նրա ակնարկներից։ Ավակ ինչ ես կարծում, ինքը տեղյակա, որ Անգելինան մեր հարազատ աղջիկը չի։ Պարզից էլ պարզ է, որ Միքայելը բերանը բացել է։ Բայց ում մոտ, աներոջ մոտ, ինչի համար։ Այդ հարցի պատասխանը Միքայելից կստանամ։ Վախենում եմ, շատ եմ վախենում։ Օրորի Դամոկլյան սուրը ավելի է իջնում մեր ընտանիքի վրա։ Ես թույլ չեմ տալու Ելինային ավելորդ խոսակցություններ հասնեն։ Բայց ոնց ես կանխելու։ Դու չես զգում, որ մեր գաղտնիքը մեր վերահսկողությունից դուրս է եկել։ Եթե զգամ, որ երեխես պիտի իմանա ճշմարտությունը, ես ինքս ամեն ինչ կպատմեմ նրան։ Թող ինձնից իմանա։ Չէ, ավակ, դու տենց բան չես անի։ Այո, Վիկտորիա, թող ինձնից իմանա, ուրիշ ոչ ոքից։ Հենրի։ Դոկտոր ջան, հրատապ կարգով հիվանդներ ընդունում ես, չէ՞։ Ներեցեք, ինչ գանգատներ ունեք։ Այս երտս նենց վատա չես պատկերացնի։ Ճիշտ ասած մեկը կա, որ ինքը ինձնից մի քիչ հեռու է լինում, սենց երտս ավելի արագ-արագ է սկսում խփել ու ինձ թվում է հեսա կկանգնի։ Լավ, ուրեմն սենց ենք անում։ Քանի դեռ վերջնականապես կանգ չի առել, ու այդ մեկը ձեզ չի կորցրել, շտաբ գնում եք սրտաբանի մոտ։ Տենց ես կարծում։ Դե, հա, որովհետև գինեկոլոգը ձեզ դժվար օգնի։ Չնայած եթե մտածում եք կօգնի, կարող ենք առաջանալ։ Ուր։ Ոնց թե ուր, Հենրի, գնում ենք գինեկոլոգիական սենյակ, բուրժ զննման։ Լուրջ։ Գնացինք։ Անգելինա, ավակովնա, իմ այդ տենց կատակներ մի արա, հա։ Բաց թող։ Ոչ։ Բաց թող Աննա Բագրատովնան կտեսնի։ Ասում եմ, վատ եմ, ինձ օգնություն է պետք, ինձ տեղեր եմ պետք։ Այ սենց տեղեր։ Հենրի, վայ, իսուր Աննա Բագրատովնան ասել, որ գալիս եմ ես աշխատանքի։ Իմ մերը քո նման չի։ Ինքը անդավաճան մտածում է իր տղու բարօրության մասին։ Հիմա ինչ ամեն օր գալու ես ստեղ։ Իսկ ով է ինձ խանգարում։ Ոչ ոք չի խանգարել, ուղղակի չեմ ուզում, որ ասեք Օսեների առիթ դառնա այս ամեն ինչը։ Ես չեմ թողնի, որ անիմաստ խոսակցություններ լինեն։ Հիմա իմ մասին մի մտածի, որ կարենաս աշխատես։
Բարև, Ողջույն։ ոնց ես։ Ես լավ եմ, իսկ դու վերջապես անցավ բարկությունդ։ Զանգել եմ սխալս ուղղելու։ Կներես։ Սեմ, ես պարտադրված ներողությունների կարիք չունեմ։ Կարող ես ներողություն չխնդրել։ Սրանք պարտադրված խոսքեր չեն։ Ես իրոք չափն անցա։ Եթե իրոք ճիշտ ես ասում ու գիտակցել ես, ես շատ ուրախ եմ։ Եղբայրս դահանշահախնդիր արել, ոչ մի բան չակնկալելով։ Լավ կներես, հորաքույրս եկավ, քիչ ուշ կխոսենք, հա։ Դու ինձ համար շատ թանկ ես։ Եղբորը տերեսից չեմ ուզում քեզ կորցնել։ Իմ աղջիկան տրամադիր է։ Հələ ասա տեսնեմ ինչ ա պատահել։ Եթե կարողանամ կօգնեմ, բալես։ Ինձ օգնելը դժվար կլինի, հորքոր ջան։ Երևի խնդիրը իմ մեջ է։ Այսինքն Ինչի եմ ես միշտ սխալ մարդկանց հանդիպում, հորքոր։ Սխալ տղաների։ Իմ գեղեցկուհու կողքին պիտի ամենալավը լինի, որովհետև դու ամենալավին ես արժանի։ Բայց միշտ չի, չէ՞ որ Աստծո ծրագրերը մեր ծրագրերի հետ համընկնում են։ Աստծո ծրագրերը շատ ավելի լավն են, քան մերը մեզ համար։ Վստահիր Աստծուն։ Ամեն ինչ թող իրեն ու կտեսնես, թե ոնց է ամենալավը մտնում քո կյանք։ Լավ հորքոր։ Ասածները սրտիդ մոտիկ մի ընդունի։ Ինչ եկել չես եկել, քեզ իմ մտքերով ծանրաբեռնեցի։ Չէ, բալես։ Դու շատ լավ գիտես, որ հորքորը միշտ պատրաստ է քեզ օգնելու։ Իսկ հիմա վեր կաց, հագնվիր, պատրաստվիր, որովհետև ճաշկերույթի ենք հրավիրված։ Ինչ ճաշկերույթ։ Բակրատն է հրավիրել։ Զարմիկիդ պատվին։ Ինչ զարմիկ։ Լիլիթիս տղայի, մորաքրոջդ տղայի։ Մենակ չասես, որ պապան ու պապին էլ են գալու։ Պապա դու պապիտ չգիտեմ, բայց Աննասու Հենրիս գալու է։ Այնպես որ վեր կացակնի։ Իմ լույս աղջիկ։ Չմտածես։ Իմ աղջիկան ամենալավն է հանդիպելու։ Հավոտ, չո։ Վեր կացեմ։ Մամ ջան։ Ըստ դրես։ Ապրես լավ ինֆորմացիայի համար։ Հանդիպեցիք։ Հա, քիչ էր մնում ինձ գինեկոլոգիական զննման տաներ։ Չես համաչում։ Չես հավատում մամ։ Եվանգելինա շատ լավ աղջիկ է։ Խանդում եմ։ Ես եմ քո հարազատը, այդ մի մոռացի։ Ես Անգելինային եմ իմ հարազատի պես սիրում, ու իր ներկայությունը քո կողքին իմ կյանքը լի արժեքա դարձնում։ Բայց ինչ տորթա, կարող է երեխան ծնվելա աղարի չեմ բերել։ Ոչ, ես իմ ապագա հարսիկն ա բերել։ Ինչի համար ես ասել, որ երեխայի եմ սպասում։ Մամ, արդեն ինձ վատ եմ զգում, կարող դու հանցան քեզ գործել։ Չէ, բայց ամեն դեպքում դուք արդեն մեծ եք ու ավելի լավ է պատարակ հաղթես ես տորթից ուտենք։ Հեսա բերեմ տղես։ Պատանով տեսնում։ Այդ շատ մեծ է։
Ամենամեծ կտորը քեզ։ Ասում եմ լավ է, էլի։ Իմ համար շատ կարևոր երկու կանայք իրար մասին հոգ են տանում։ Ես կարամ հանգիստ լինեմ մամ։ Ալո։ Քեզ լավ ես զգում։ Մտածում ես հաղթել ես։ Ով է։ Հերի մաման է։ Սենց շուտ ձայնս մոռացար։ Չեմ հավատում։ Կներեք, ինչ հարցով եք զանգում։ Շատ ջուրախան ես։ Շուտով վերադառնալու եմ։ Տղես պետք է իմանա, թե ով եմ ես ու ով ես դու։ Չէ, կներեք, բայց ես ձեզ այդ հարցով չեմ կարող օգնել։ Մամ, ինչ եղավ։ Մամ, հետո էր որ զանգեց ցած զգացիր քեզ։ Մամ, Զանգից չէր։ Երևի ճնշումս տատանվեց։ Ես անգելին կանչեմ, հա։ Պետք չի ոչ մեկին մի կանչի։ Դու կգաս մենք հիմա միասին դուրս գանք։ Ուր ես ուզում գնանք, մամ ջան, տուն։ Չէ, պապիկդ մեզ ճաշկերույթի հրավիրել։ Ես որ չգամ, չի լինի, չնայած չէ, կգամ որ մենակ չմնաս։ Հա, ու ճանապարհից պապայդ էլ զանգենք զգուշացնենք, ճիշտ է ինքն էլ է հրավիրված, բայց չեմ կարծում որ կգա։ Դե հա, պապայի ու աներոջ հարաբերությունները այնքան վատ են, որ պապան անհնար է մի տեղ գնա, որտեղ ինքը ներկա կլինի։ Սիրտս կտոր է լինում, որ դպրոցն ես վիճակում եմ տեսնում։ Բարերն ավել նորդ են, բան չունեմ ասել։ Ինչքան լավ հիշողություններ ունենք ես դպրոցի հետ կապված։ Ոչինչ, փորձությունը կհաղթահարենք։ Բոլորս միասին ես դպրոցը ոտքի կանենք։ Ես ինչով կարող եմ օգնել։ Ճիշտն ասած, Մերի ջան, այս պահին ավագը զբաղվում այն գործերով, որ շուտ վերականգնի, վերանորոգման հարցերը լուծի, եթե ինչ-որ խնդիր լինի, քո օգնության կարիքը լինի, անպայման կասենք։ Իմացեք, որ ես ցանկացած հարցով պատրաստ եմ օգնել, կգամ կաշխատեմ, ինձնից ինչ հասնում է կանեմ։ Անգամ կասկած չունենք, Մերի ջան, շնորհակալություն։ Իսկ Անգելինան ուրա, ճիշտն ասած զարմացա, որ այստեղ չի։ Փաստորեն բերանդ փակ պայել չգիտես, հա Շախունց։ Ավակ այսօր վրդ վատ երազ եմ տեսել։ Նա իրականություն չդառնա այդ երազը։ Ինչեր ես խոսում։ Ես շատ լավ գիտեմ ինչ եմ խոսում, այ դու ինչ պատայի ու մոտ պատայի ինչ ասես խոսում ես։ Համը հանում ես ավակ։ Աներոջդ ինչի էր ուղարկել իմ տուն։ Ինչ։ Ինչ ես խոսում։ Բանից անտեղյակ չխաղաս։ Աներդ եկել էր եւ լսածներ էր տալիս Անգելինայի պահով։ Մի րոպե։ Հələ մի հատ նորից։ Աներետը ակնարկում էր, որ Անգելինան մեր աղջիկը չի։ Սա ինձ ավելի ինչ ես ուզում որ ասեմ։ Ասա Միքայել։ Պապեն Բագրատը քեզ ուր էր հրավիրում։ Յա։ Տղա ջան, չեմ ուզում ես գնաս այդ ճաշկերույթին։ Հա, որոշել եմ գնալ, պապ։ Տեղը կասես։ Այդ աներոջը թե ճաշելու ցանկությունը հայրում է, հա, քեզը տենց։ Աներ հայրիկին կարող է հեսա մասերի բաժանեմ ու այդ ռեստորանին տամ որպես մսացու։ Ինձ դրա գտնվելու վայրն է պետք, պապ։ Տղա ջան, կարամ իմանամ ինչ ա եղել։ Խենթանում ես ձեր խանութի համար։ Այնքան շատ է տեսականի, չգիտեմ որը վերցնեմ։ Օգնեք, չէ՞ ինձ։
Այս կարմիրն եմ ուզում նայել մի հատ։ Հերևից աչքով է տալիս, կտակ տեսնեմ։ Ինչպես կոնավոր էլի։ Յանա ջան, ես քեզ կարամ օգնեմ ընտրության հարցում։ Վայ կարո, վախեցա տնաշենի։ Վախենալը հեչ կամած հեռախոսը չգցես կոտրես։ Դե դուք կողնորոշվեք, ես կմոտենամ։ Լավ, կասեմ հեսա ձեզ։ Ես քեզ համար ես հեռախոս նայում։ Բայլում։ Որոշել եմ մի հատ նոր հեռախոս վերցնել, որ Հենրիից հետ քաղցր զրույցներ ունենամ։ Փաստորեն հələ Հենրին մտքից չես անել։ Երբեք։ Համ էլ քեզ թվում է կարողանում եմ ու չեմ հրաժարվում, չի ստացվում։ Դու ինչ ես անում մոբայլ սենտրում։ Ու ինչի ես առանց Հենրիի։ Ես եկել եմ ականջակալ ընտրելու։ Իսկ ինչ վերաբերում է Հենրին, վերջի շրջանում ես միշտ էլ մենակ եմ։ Ինքը ինչ չի վստահում։ Մոտ չենք իրար հետ։ Ափսոս։ Ինձ էլ թվում էր ինձ կօգնես։ Կար, իսկ կարող է իմանաս իրան գյուղի աղջկա հարաբերությունները ինչ փուլում են։ Ամբողջ օրը ֆայնայի հետ ես նման հարցերով կարաս իրան դիմես։ Կարո ջան, որ հարմար լիներ կդիմեի, հիմա քեզ չէի ասի։ Ուրեմն հարմար չի, չէ՞։ Դե ուրեմն պետք է ստիպված զանգես Հենրին ու այդ ամեն ինչը հարցնես։ Չեմ կարող։ Ասենք ես փոքր քաղաքում մի հատ ինֆորմացիան ինչա որ չեմ կարողանում գտնել։ Թեպետ վերջի անգամ ասաց, որ իրար հետ կապ չունեն։ Լուրջ ես ասում։ Բայց դե տենց չեմ կարող, պետք է հստակ իմանամ, որ հասկանամ, գրոհեմ, թե դեռ սպասեմ։ Հեռախոսի ընտրելու հարցում կարամ օգնեմ։ Իսկ գրոհելու պահով բան չեմ կարա ասեմ։ Արի, ես քեզ կօգնեմ հեռախոս կընտրես։ Այս մեկը հաստատ քեզ կսած էս վերջի մոդելի Samsung-ն է։ Տենց ես կարծում։ Ոնց որ ձեռքդ ծնված ելնես, արի։ Մի րոպե, մի հատ նկարվում հասկանամ, հավանում եմ թե չէ։ Սպասի։ Համը լարի միասին նկարվենք։ Հա, լավն է։ Պապի, բայց ավելի լավ չէր լինի, ավելի ջեր մթնոլորտում տանը հանդիպեինք։ Այ մեռնում եմ քո հետ, համեստ տեսակի համար։ Քեզ նայում եմ, ոնց որ ես լինեմ հայլու դիմաց կանգնած, հա։ Բարի օր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արամ։ Լիլիթիս տղան, Արամը։ Մորակույրը տա Աննան, սա էլ մորակրոջը տղան Հենրին։ Շատ հաճելի է։ Ինձ էլ է հաճելի։ Ոնց որ Ձիմինյայի տաղավարում լինենք։ Կյանքից վերցրած հաղորդում։ Նստեք, նստեք։ Ափսոս, որ այսքան ուշ ենք հանդիպում։ Այո, ես էլ եմ ափսոսում։ Լավ է ուշ քան երբեք։ Հենրի ջան, չես պասիվ, քեզ նման չես։ Կարամ հասկանամ, մեզ բերել հասցրել ես ստեղ, գործերից կտրել ես, որ թորանը թե ծանոթացնես։ Ինչի ուրախ չես, որ աղբեր ես գտնում։ Ծանր քարի պես վերևից եկավ ընկավ գլխիս։ Ինչին ուրախանամ։ Լավ տարբերակ ունեմ։ Կարող ես վեր կենալ ու գնալ, որ հանկարծ ծանրության տակ չվնասվես։ Իսկ ես շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Իհարկե նորմալ չի, որ այսքան տարի հետո առաջին անգամ հանդիպում եմ քրոջս տղային, բայց երևի այդպես էր պետք։ Ծանոթացիր, Անետ հորաքույրը տա, Արամնա,
Մաման այնքան է պատմում է Անետ հորաքրոջ մասին, որ կարծես թե արդեն հարազատ լինի։ Աստորեն դավաճանում ես մեզ Անետ հորաքույր։ Հենրի ջան, տղես, կարող է դու ես այն մտքին, որ իմ քրոջս Անետին դուք սեփականաշնորհել եք, Չենք սեփականաշնորհել։ Բայց ինքը մեր հարկի տակ է ապրում, ու ինքը մենակ մերն է։ Ես Ֆայնան եմ, ու եւս մեկ եղբայր ունենալուն բնավ դեմ չեմ։ Ուրախ եմ նման մեծահոգի ու գեղեցկույթ քույրիկ ունենալու կապակցությամբ։ Վայ, ինչ սրտաճմլիկ էր, հուզվեցի։ Դե նստեք։ Ծանոթության շարունակությունը սեղանի շուրջ։ Մենք ուղղակի պետք է փառք տանք Աստծուն, որ այսպես արագ հովանավոր գտնվեց։ Կա բարերար, ով արդեն մեծ գումար է փոխանցել եւ պատրաստ է ավելին փոխանցել դպրոցի վերանորոգման համար։ Եվ այդ բարերարը ով է, գյուղապետ ջան։ Շախունցները։ Ավելի կոնկրետ Հենրի Շախունցը։ Չէ, դա չի կարող ճիշտ լինել։ Ուրախ չեք։ Իհարկե ուրախ չեմ։ Ավելին ես ուզում եմ չընդունել իրանցից այդ օգնությունը։ Պատճառը։ Հա, Հենրի Շախունցը ամիսներ առաջ սպառնում էր հիմնովի քանդելու դպրոցը։ Գյուղապետ, ինչ անեմ, ոնց ազատվեմ այդ ընտանիքից, ոնց ազատվեմ այդ մարդկանցից։ Ոնց եմ սիրում համեղ ուտել։ Համեղ ուտելը մի ուրիշ աճվիկ է։ Ասում ես ոնց որոշեցիր գալ Հայաստան։ Ցանկությունը մեծ էր Հայաստանը տեսնելու ու հարազատներից հետ ծանոթանալու։ Ես էլ վեր կացա ու եկա։ Շատ էլ լավ արեցիր։ Բա ինչի սենց ուշ որոշեցիր գալ։ Կարող է փողից նեղնեիք, թե ոնց։ Երևի երեխա ժամանակվանից փող էիր հավաքում, որ մանկությանդ երազանքը իրականացնեիր, հա։ Բայց այ աղբեր, ինչ ես այդքան տանջվել, ինձ ասեիր, ես կուղարկեի։ Հենրի հերիք է։ Չէ, թող շարունակի։ Ինչ շատ հետաքրքիր է եղբորս հայացքները։ Հələ նայեք, տեսեք ինչ ջիգյարով է ինձ աղբեր ասում։ Քիչ ամնում հալվեմ։ Իրականում իմ Հենրին շատ բարի տղա է։ Ուղղակի մի քիչ դժվար է նոր մարդկանց ընդունում իր կյանք։ Վստահ եմ, որ շփվեք կընկերանաք։ Հենրի, դու մի օգտվի Արամի համեստությունից։ Ինքը փողի կարիք չունի։ Ոչ էլ կապանգած լեզու։ Ինքը կարա ցանկացած բայի քեզ քո տեղը ցույց տա։ Պապի նորմալ է, հաց ենք ուտում։ Չէ, թող Հենրին իմանա, որ հայրդ իր փողերով կարա շախունցներին առնի ու վերավաճառի։ Բագրատ,